Սիրոտոներից մինչև մարտիրթը։ Գիծյան համակարգում ստացեք լրացուցիչ 8% զեղչ սալիկների ամբողջ տեսականու համար։ Բարև ձեզ։ Առաջինի եթերում մանրամասներն են, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսօր իմ հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Դիանա Կարապետյանը։ Բարև ձեզ Դիանա։ Բարև ձեզ։ Վերջերս մի հերթական գործողություն է տեղի ունեցել, ես հենց այդպես եմ դա կոչում, գործողություն, ինչ որ ադրբեջանցիներ հայտնվեցին Ամասիայում, այնտեղից ինչ որ տեսանյութեր սկսեցին հրապարակել, կարևոր չի ինչի մասին են այդ տեսանյութերը, բայց կարևորը դա է, որ հրապարակել են։ Հիմա պարզվում է, որ Ռուսաստանի քաղաքացիներ են։ Մենք ունենք այս պահին Ադրբեջանի հետ խաղաղության գործընթաց, որը լավ թե վատ առաջ է գնում, եւ բավականին դրական մթնոլորտ ենք փորձում ձևավորել այդ գործընթացի շրջանակներում, եւ այսպիսի մի գործողություն, որը Հայաստանում հասկանալի պատճառներով նեգատիվ է ընդունվում, տարբեր քաղաքական ուժեր Եվս հասկանալի պատճառով փորձում են դա ներքաղաքական նպատակներից ելնելով օգտագործել եւ այստեղից գլխավոր հարցը, որը ինձ մոտ առաջանում է, հետեւյալն է. ըստ ձեզ սա ուղղակի այդ մարդիկ ադրբեջանցիներ էին, փորձել են գալ, ուղղակի իրենց կարոտը առնել այդ իրենց Ամասիայից կամ չգիտեմ ինչից, թե սա ինչ որ առումով համակարգված գործընթաց է եւ այստեղ նաեւ Բաքվի ձեռքը կա։ Սա ինձ համար շատ կարեւոր հարց է, որպեսզի ես հասկանամ հետագայում ինչպես առերեսվեմ այսպիսի դեպքերի հետ եւ ինչպես փորձեմ պատասխանել այս ամենին։ Միանշանակ սա համակարգված գործընթացի բաղադրիչ տարերից մեկն է։ Միանշանակ, այո։ Երբ որ իրենք խոսում են, այսպես ասած, արևմտյան ադրբեջանցիների 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին, դա բնականաբար միամտություն կլինի կարծել, թե իրենք գալու են եւ 300,000 ադրբեջանցիներին սահմանի այն կողմից տեղափոխեն այս կողմ։ Դա լինելու է պարբերաբար հայ հասարակությանը հարմարեցնելով այդ իրավիճակին եւ այդ տեսանյութը, երբ որ իրը բավականին հայտնի մեկն էր, կարծեմ նորից ունեցել է Հանրապետության հրապարակից տեսանյութեր արված նախկինում եւս, որ այցելում է այստեղ հայտնի դեմքերին, այո, եւ Հանրապետության հրապարակից ինքը հրավիրում էր բոլորին Երևան, ադրբեջանցիներին։ Ինքը ադրբեջանցի է։ Ինքը ադրբեջանցի է, այո։ Իր հետ եւս մեկը կար նորից ադրբեջանցի, Ամասիայում ինչպես իրենք են նշել գնացել են իրենց գերեզմանները տեսնելու նախնիների, բայց ընդհանուր առմամբ սա այդ ընդհանուր գործողության մեկ արարն է, այսպես ասած, հայ հասարակությանը հարմարեցնելու այն մտքին, որ այստեղ կարող են գալ ադրբեջանցիներ, եթե անգամ նրանք Ադրբեջանի անձնագրով չեն, Ռուսաստանի, Թուրքիայի կամ մյուս երկրի քաղաքացի են։ Ընդհանուր այդ process-ի բաղադրիչ տարն է եւ առաջիկայում մենք պարբերաբար նորից առերեսվելու ենք այս process-ին, ինչ վերաբերում է ներքաղաքական ուժերի այս դիպվածը տարբեր մեկնաբանություններով կիրառելուն, բավականին նորմալ պետք է նայել դրան, քանի որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի թեզը Բաքվի համար 1 խաղաքարտն է այս պահին, իրենք պարբերաբար խոսում են դրա մասին, պարբերաբար տարբեր հարթակներում, նաև Իլհամ Ալիևը վերջերս ֆրանսիական հեռուստաալիքին տված հարցազրույցում այդ մասին խոսել է, ամենաբարձր մակարդակներից այդ process-ը ֆինանսավորվում է, առաջ ընտանում այդ գաղափարը եւ սա արվում է, որպեսզի հայ հանրությունը հարմարվի դրան։ Ներքաղաքական տարբեր ուժերն են փորձում են դրան առնչվել այնպես, ինչպես դա տեղավորվում է իրենց քաղաքական հայացքների մեջ։ Որոշները ընդունում են դա նորմալ, որոշներն ասում են, որ դա հենց այդ կոլեկտիվ ադրբեջանցիների վերադարձի մեկ արարն է, որը պետք է կանխել։ Թե ինչպես կանխել, դա արդեն տարբեր ուժեր տարբեր կերպ են պատկերացնում։ Ադրբեջանցի բարձր պաշտոնյաներից մեկը, անունը չեմ տալու, այսպես է բացատրում արևմտյան Ադրբեջանի թեզը, ինքը ասում է, որ դա ստեղծվել է ի պատասխան հայկական նարատիվների, առայն, որ արցախցիները պետք է վերադառնան Արցախ։ Այսինքն հայելային կերպով, երբ որ այդ խնդիրը առաջացավ, իրենք էլ այդ հայելային կերպով արևմտյան Ադրբեջանը ստեղծեցին, այսինքն իրենց տրամաբանությամբ եւ դա Բաքվից է ասում ամենաբարձր մակարդակով, սա հայելային պատասխան, այսինքն այդ տրամաբանությամբ, եթե մենք փորձենք շարժվենք, եթե մենք չենք պահանջում, որ արցախցիները վերադառնան իրենց հայրենիք Արցախ, իրենք էլ չեն պահանջի, որ այդ արևմտյան ադրբեջանցիները վերադառնան իրենց հայրենիքը։ Դուք ինչպես կգնահատեք այս բացատրությունը։
Իրականում Արևմտյան Ադրբեջան այդ կեղծ նարատիվը մոտ 30 եւ ավելի տարի առաջ է սկիզբ դրվել դրան։ Հեյդար Ալիևի օրոք։ Ավելի բորբոքել են այդ թեման Բաքվում 22-23 թվականին կապված Արցախի շուրջ իրավիճակի հետ։ Հենց իրենք դա էլ ասում են։ Այո, հենց դա էլ ասում են եւ դա իրենց ամենաձեռնտու թեզն է այս պահին հայելային կերպով ցույց տալ, որ եթե արցախցիներն ուզում են վերադառնալ, ապա նրանք էլ պետք է վերադառնան, ինչպես իրենք են ասում Հայաստան։ Այս պահին հստակ ձևակերպված պահանջ, որպեսզի արցախցիները վերադառնան, կարծում եմ կհամաձայնեք ինձ հետ, որ Հայաստանի իշխանությունը չունի։ Բարբերաբար նշում են, որ անվտանգության հարց կա եւ այլն, եւ այդ պահանջը որպես այդպեսին ձևավորված չէ։ Բանակցություններում այդ պահանջը չկա, քաղաքական խոսույթում դա առաջինը չի, որ զարնում է ուրեմն հերոստատիտողի կամ լսողի առհասարակ աչքին, իսկ Ադրբեջանում դա առաջին բանն է, որ հնչում է, ինչպես դուք նշեցիք բարձրաստիճան պաշտոնյաների, այնպես էլ հասարակ ուրեմն փորձագիտական շրջանակների, անգամ հասարակության ներսում արված սոցհարցումների ժամանակ առաջին բանը, որ իրենք խոսում են, դա արևմտյան ադրբեջանցիների վերադարձ Վերջերս իրենց մուսուլմանների ղեկավար Ալաշուքյուր Փաշազադեն էր խոսել այդ մասին, ասել էր, որ Երևանում անգամ Կապույտ մզկիթին էր անդրադարձել, որ մենք ավերել ենք, վնասել ենք իրենց, ինչպես ասում են, պատմամշակութային հուշարձանները եւ որ իրենք պետք է վերադառնան եւ հատկապես շեշտել էր ինձ այդ պահը շատ գրավեց, որ պետք է տարածաշրջանում ադրբեջանական մշակութային ինքնիշխանություն ունենան եւ դա անմիջականորեն վերաբերում է հենց Հայաստանի Հանրապետությանը։ Չեն խոսում ընդհանուր քաղաքական ինքնիշխանության մասին, խոսում են մշակութային ինքնիշխանության մասին, որն էլ հենց իմ ասած նույն այդ արևմտյան Ադրբեջան թեզի ընդհանուր այդ գաղափարի հերթական արարն է։ Մի կերպ փորձում են հասարակությանը հարմարեցնել նրանց անընդհատ տեսնելուն, նրանց առնչվելուն։ Մյուս դեպքում այդ մշակութային ինքնիշխանության գաղափարն են առաջ տանում, որպեսզի հաջորդիվ նաև այդ պահանջատիրության գործընթացը եւս ձևակերպեն։ Այսինքն դուք կարծում եք, որ անկախ նրանից թե ինչպես է առաջ գնալու կամ չի գնալու խաղաղության գործընթացը, նրանք այդ արևմտյան Ադրբեջանի խաղաքարտը խաղացնելու են։ Այո, միանշանակ խաղացնելու են։ Եթե մենք ստորագրենք խաղաղության պայմանագիր, որը ռատիֆիկացվի խորհրդարանների կողմից, եւ այնտեղ հստակ նշված է, որ որևէ պահանջներ իրար նկատմամբ չունենք, իսկ վերադարձի հարցը ընդհանրապես չի քննարկվում։ Դա կողմերի մոտեցումն է։ Այդ դեպքում էլ է դա լինելու։ Դե եթե Չէ, ես դա եմ ասում։ Եթե ամեն ինչ տրամաբանական գնում է եւ մենք հասնում ենք այդ կետին։ Այո։ Այդ դեպքում էլ են այդ օգտագործելու։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բարբերաբար ասում է ադրբեջանական կողմի, որ զերծ մնա այդ ագրեսիվ հռետորաբանությունից, տարածքային նկրտումներ ենթադրող հռետորաբանությունից, բայց Ադրբեջանում դա չեն անում։ Շարունակում են բարբերաբար տարածաշրջանները կոչել այն անուններով, որոնք իրենք են ցանկանում, եւ այդ թեզը, այդ կեղծ նարատիվը արևմտյան Ադրբեջանի շարունակում են ֆինանսավորել, բանեցնել բոլոր հնարավոր հարթակներով եւ որևէ կերպ դրանից հետ չեն կանգնում։ Մենք ունենք նաեւ կհիշեք արտաքին հետախուզության զեկույցը, որտեղ իրենք ֆիքսել էին, որ Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագրից հետո մի քանի անգամ ավելացել էր ինչպես իշխանական խոսույթում այդ արևմտյան Ադրբեջանի թեզը, այնպես էլ մնացած բոլոր ուրեմն հարթակներում։ Եթե խոսում ենք խաղաղության գործընթացի մասին, ապա պետք է լինի հստակ պահանջ, ինչպես իրենք են նշում իրենց պահանջները, չէ՞, սահմանադրության փոփոխություն եւ այլն, ապա մենք եւս պետք է ունենանք այդ հստակ պահանջը ձևակերպված բացառել արևմտյան Ադրբեջան երևույթը, որը անմիջականորեն վտանգ է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Քանի դեռ այդ պահանջը հստակորեն եւ բառացի ձևակերպված չէ եւ բանակցային գործընթացում, հանդիպումների ընթացքում չի ձևակերպվում որպես այդպիսին, կարող ենք ասել, որ Ադրբեջանը ունենալու է լծակ հաջորդիվ եւս անգամ ստորագրվելու դեպքում շարունակել այդ process-ը իրականացնել։ Ծաղկաձորյան հանդիպման ընթരാճ, երբ որ ես իմացա, որ ես պետք է գնամ այնտեղ եւ հանդիպեմ նաեւ գործընկերների հետ ադրբեջանցի, ես հատուկ մտա եւ նայեցի լենտան նայեցի, հա, լրահոսը 3 ԶԼՄ-ների, որոնք այնտեղ ներկայացված էին ադրբեջանական, ու 3-ն էլ պետական են հասկանալի պատճառով եւ այդ ընդհանուր նարատիվների, սպասարկող նարատիվների մի մաս են։ Ես մեկ հիշատակում չեմ տեսել Արևմտյան Ադրբեջանի կամ ինչ-որ տոպոնիմներ կապված Հայաստանի հետ, որոնք մեր ականջին կարող են տհաճ լինել, հակահայկական հռետորաբանություն չտեսա, ես Սահակին նայել եմ, էլի, ես մշտական չեմ հետևում, հա, իմ մասնագիտությունը չի դա, բայց ես հատուկ նայեցի, ես ոչ մի բան չտեսա։ Հիմա ինչ վիճակը այս առումով,
դուք ասում եք հրետորաբանություն կա, իրենք այդ գլխավոր, ես չեմ ուզում հիմա նշեմ, որ ԶԼՄ-ներն են, դուք էլ լավ գիտեք, այդ ԶԼՄ-ներում հիմա հայկական հրետորաբանություն կա։ Makenews.az լրատվականի գլխավոր խմբագիրներ ներկա ձեզ այդ հանդիպմանը Քամալ Մամեդովան, այդ կայքը առաջին տարածողն է Արևմտյան Ադրբեջան այդ ՀԿ-ի հրապարակած հայտարարությունների։ Առաջ դա եղել է, հիմա կա դա։ Ես այո, ձեր հանդիպումից կարծեմ 1-2 օր առաջ հետո բարբերականությամբ նայել եմ եւ կոնկրետ այդ կայքում հրապարակում եղել է։ Ինչ վերաբերում է Muse-ին, CBC-ն էր կարծեմ, իրենք ունեն հայալեզու հրապարակումներ, հաղորդումներ եւ կարծում եմ դրա համար էր իրենց ներկայությունը այդտեղ, բայց ընդհանուր առմամբ եւ իրենց պետական այդ Baku TV-ին, Az News-ը եւ այլն, Az TV-ին Այդտեղ դուք էլ գիտեք, որ պարբերական կերպով Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ հաղորդումներ են հրապարակում, կոնկրետ Baku TV-ին շաբաթը մեկ անգամ ունի անդրադարձ դրան, որտեղ փորձում են հիմնավորել Հայաստանի այս կամ այն տարածաշրջանի ադրբեջանական լինելը։ Որևէ կեղծ նարատիվ են իրենց համար հորինում եւ 1 ժամ մոտավորապես ադրբեջաների այո այդ հաղորդումը կա այո եւ Az TV-ում կա շաբաթվա ամփոփման տեսքով եւ կա նաեւ Baku TV-ում այսինքն բացարձակ պաշտոնական պետական հեռուստաալիքում իրենք անգամ քարտեզներ են պարբերաբար հրապարակում այդ LED էկրանների վրա, երբ որ մեկնաբանը խոսում է եւ քարտեզներում պարզապես Արևմտյան Ադրբեջան է լինում առանց որևէ Հայաստանի անգամ հիշատակման։ Ըստ ձեզ, որպես մասնագետի հարցս այսպես ձևակերպեմ, ինչ ընդհանուր առմամբ կեցվածք եւ պահվածք պետք է որ թե գրի հայկական կողմը հանդիպելով այսպիսի հիբրիդային պատերազմի, այն ինչ որ դուք հիմա նկարագրում եք, ակնհայտ հիբրիդային պատերազմի դրսևորումներ են։ Եվ Ամասիա եկած ադրբեջանցիները, ինչի եմ ես հարցնում, Բաքուն այստեղ կապ ունի, թե ոչ։ Հա, եւ այդ ամբողջը ինչ կա որ կա լրահոսում։ Մենք ինչ դիրքորոշում պետք է զբաղեցնենք այս հարցում եւ փորձենք մեր դիրքորոշումը հասցնենք Բաքու։ Ինչպես իրենք են անում Պարզապես, այնպես էլ մենք պետք է անենք, երբ որ իրենք խոսում են այդ կեղծ նարատիվի մասին, մենք պարզապես պետք է ունենանք այդ գործող անձինք, վերլուծական շրջանակները, փորձագիտական շրջանակներ, ովքեր պարբերաբար նույն հաճախականությամբ եւ գուցե նաեւ ավելի հաճախ կերպով կհամոզեն ադրբեջանական հանրությանը, որ այնինչ որ ձեզ մատուցվում է, դա կեղծ է, որովհետեւ այս հիմքերը կան ասելու, որ Սևանը Սևանն է, այլ ոչ Գյոյչան, Երևանը Երևանն է, այլ ոչ Երևանը, Կապույտ մզկիթը իր տեղում է, ոչ ոք ոչինչ չի ավերել, այստեղ հայկական մշակութային հուշարձաններ են, Ամասիայում գուցե կան ադրբեջանցիների գերեզմաններ, որովհետև այո, այստեղ ապրել են ադրբեջանցիներ եւ դա որևէ կերպ չի հերքվում, ինչպես որ Ադրբեջանում, Սումգայիթում, Բաքվում եւ այլն հայեր ապրել են ժամանակին, բայց սա Հայաստանն է եւ այստեղ Հայաստանի Հանրապետությունն է գործում։ Արևմտյան Ադրբեջան լինի մշակութային ինքնիշխանություն, լինի այլ որևէ ձևակերպում չի կարող լինել։ Այդ շրջանակները պետք է լինի հենց պետության կողմից նաև ֆինանսավորվող, նաև կազմակերպվող այդ գործընթացը, որը հենց ադրբեջանական հանրության հետ կաշխատի, նրանց համոզելու, նրանց պատմելու իրականությունը։ Դուք կարծում եք, որ Ադրբեջանում այդ 300,000 ադրբեջանցին կա, որոնք պատրաստ են հիմա իրենց այդ վերշերը հավաքել հայերեն ասենք եւ գալ Հայաստան մշտական բնակության։ Դա միամտություն է այդպես մտածելը, միանշանակ չկան։ Պարզապես եթե պահը գա եւ 3000 կան, կարծում եմ կարող են 1000 էլ չլինել առհասարակ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենք այդ արևմտյան ադրբեջանցիներ կոչում են պարզապես խորհրդային միության ժամանակ այստեղ ապրած ադրբեջանցիներին, եւ եթե սերնդափոխությունն էլ հաշվի առնենք, ապա գուցե ընդհանրապես չկան։ Բայց եթե հասնի պահը նրան, որ Ադրբեջանի ղեկավարությունը ունենա այդ համաձայնությունը այստեղ ուղարկելու որոշակի քանակով արևմտյան ադրբեջանցիների, ապա միանշանակ նա կգտնի այդ 1000, 2000 կամ 300,000 ադրբեջանցիներին։ Հարցն այն է, որ պետք է պարզապես Այսինքն հրաման տա ու իրանք էլ կան։ Միանշանակ Ադրբեջանում այդպես է, կարծում եմ դուք էլ ինձ հետ կհամաձայնեք, եթե նա ուզի այստեղ ուղարկել 300,000 ադրբեջանցի, նա դա կանի համաձայնության դեպքում։ Իսկ ինչն է իրեն խանգարում այդ 300,000-ին հրաման տա, իրան գնան Արցախում բնակվեն այս պահին։
Արցախի հարցը իր մոտ մի փոքր այլ ավելի զգայուն ավելի ակտուալ է, չէ՞։ Ակտուալ է իհարկե, բայց այնտեղ այլ խնդիրներ կան։ Նախ ադրբեջանցիներին ինքը պարբերաբար ուղարկում է այնտեղ տեսանյութեր եւ այլն հրապարակում են, որ վերաբնակեցնում են, որ փոխում են վերջինը կարծեմ հենց Ստեփանակերտն է եղել։ Այո, գնում են, մեծ մասը հետ են վերադառնում, որովհետեւ չեն հարմարվում, որովհետեւ բիզնես անելու հարմարություններ չկան, աշխատելու հարմարություններ չկան, պարզապես այդ ֆուտիլյարն է, ինչպես ասում են, ցույց տալ, որ մարդիկ գնում են եւ իբրև թե բնակվում են իրենց նախկին տներում։ Բայց թե ինչ է այնտեղ կատարվում ներսում, դա թուրք-ադրբեջանական բիզնես գործունեությունն է, որ ամբողջությամբ վերահսկվում է այդ երկու երկրների բիզնես շրջանակների կողմից եւ որևէ կերպ չի թողնում ներգրավել այդ միջին խավին, ինչպես ասում են։ Ձեր կարծիքով հիմա իրական ադրբեջանցի ինչքան են ապրում Լեռնային Ղարաբաղում այդ բոլոր տարածքներում շրջաններն էլ հետ ռեալ ինչքան մարդ հանդիպում եթե մենք բանակը չհաշվենք շինարարներին չհաշվենք չեմ ուսումնասիրել ես այդպիսի մոտավորապես չեմ կարող ասել ես օրինակ թիվ եմ լսել 5500 հոգի գուցե հաշվի առնելով որ իրենք մի քանի 100-ի մասին են խոսում ամեն տարածաշրջան տեղափոխելուց գուցե այդ թիվը իրատեսակ բայց լավ եթե Ալիևը այդ ռեսուրսը ունի ինչի Արցախը չի վերաբնակեցնում իրենց իսկ հրետորաբանությունը օգտագործենք Հիմա եթե 300,000 ադրբեջանցի ունի, որ կարա հրամանով ուղարկի Հայաստան, թող ուղարկի Արցախում բնակեցնեն։ Դե Արցախն արդեն իսկ օկուպացրել է եւ համարում է իր տարածքը Հայաստանի Հանրապետության հետ կապված։ Գուցե եւ պետք չի։ Ինչի։ Հայաստանի Հանրապետության հետ կապված այլ պլաններ ունի։ Այդ ադրբեջանցիներին պահում է Հայաստանի Հանրապետության համար։ Այնպես չի, որ իրենք տենց ինչ որ մի տարածքում նստած են եւ պահում է հենց դրա համար։ Պարզապես Հայաստանի Հանրապետության դեմ շարունակաբար այդ ձեր նշած հիբրիդային պատերազմն է գործում, տարածքային ամբողջականության դեմ գործողություններ են գեներացվում, իսկ Արցախի հետ կապված նա այլևս այդ խնդիրը ունի, որովհետև բանակցությունները արդյունք չտվեցին եւ նա ուժով, ինչպես ասում են, իր օգտին լուծեց այդ հարցը։ Խաղաղության գործընթացի ճանապարհին ինչ խնդիրներ եք տեսնում եւ խթաններ եք տեսնում, եթե այդպիսի կան։ Ինչը կարող է օգնել, որ այդ նպաստել, որ այդ գործընթացը առաջ գնա եւ ավարտվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ եւ վավերականացմամբ, եւ ինչը կարող է խոչընդոտել։ Խաղաղության գործընթացի այս գոնե թե այս շրջանի ամենախնդրահարույց հատվածը դա հայ գերիների դեռ ներկայությունն է Բաքվում։ Մենք գիտենք, որ Վենեսիայցի հետ կապված բավականին դրական նոտաներ կային տարածաշրջանի փորձագիտական շրջանակներից հնչող, որ ահա վճիռները հնչում են եւ գուցե Վենեսը կգա եւ գերիները կվերադարձվեն, սակայն ինչպես տեսնում ենք, նման ուրեմն դրական սցենարներ չգործեցին եւ գերիները շարունակում են մնալ Բաքվում։ Դա ամենամեծ եւ ամենացայտուն օրինակն է այն process-ի, որ Ադրբեջանը փորձում է ներկայացնել որպես խաղաղության գործընթաց, քանի դեռ հայ ռազմագերիները, հայ գերիները, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ել չեմ խոսում անհետ կորածների մասին, որոնց ճակատագրերն անհայտ են, գտնվում են Բաքվում եւ հորինված մեղադրանքների հիման վրա կրում են իրենց պատիժը, ճակերտավոր, չի կարող խոսք գնալ իրական խաղաղության գործընթացի մասին, որովհետև խաղաղության գործընթացը պետք է կառուցվի վստահության, փոխադարձ վստահության հիման վրա, իսկ երբ մեր ռազմագերիները դեռ գտնվում են Բաքվում եւ Ադրբեջանի ղեկավարությունը չի անում այդ մարդասիրական ուշացած քայլը նրանց Հայաստան վերադարձնելու, այստեղ ամենամեծ խնդիրն է, որ չի թողնում անգամ անցնել տնտեսական եւ մյուս բոլոր ասպեկտներին քննարկելու։ Խթանների մասին այս պահին խոսել չեմ կարողանա, որովհետեւ ինձ համար ամենացայտուն հենց խանգարող հանգամանքն է գերիների այնտեղ ներկայությունը եւ այդ մարդասիրական հարթությունում այդքան մեծ խնդիր ունենալը։ Գերիները մեզ համար միգուցե շատ ավելի էմոցիոնալ հարթությունում գտնվող հարց է։ Ես չեմ ասում դա կարևոր չէ։ Իսկ միգուցե կան նաև հարցեր, որոնք մենք պետք է առաջնահերթություն տանք, պետական մակարդակի մասին է խոսքը գնում, որպեսզի լուծելով այդ հարցերը, տնտեսական, քաղաքական, ռազմավարական, հետագայում այդ գերիների վերադարձի խնդիրն է լուծվի շատ ավելի հեշտ։ Իսկ եթե մենք հիմա գերիների հարցը, սա ուղղակի որպես վարկած, առաջարկում եմ այդ մասին մտածել։ Եթե մենք այդ հարցը բերենք առաջի պլան, մենք ընդհանուր առմամբ միգուցե դժվարացնենք այդ նույն մարդկանց վերադարձը Հայաստան։
Այս պահին Հայաստանի իշխանությունները կարծում հենց դա էլ անում են, առավելապես կենտրոնացած են տնտեսական համագործակցության վրա, գոնե թե բառացիորեն չեն հայտարարում, որ պարբերաբար այդ թեման եւս շրջանառվում է։ Դա ռացիոնալ մոտեցում է, թե իրացիոնալ։ Ռացիոնալ է այնքանով, որքանով Ադրբեջանի հետ գուցե պետք է խոսել նաեւ այդ կերպ, բայց մարդկային ճակատագրերը, հատկապես Արցախի պատմության հիմքերում եղած մարդկանց ճակատագրերը, բոլոր այն մարդկանց, որոնց մասին մենք գիտենք եւ պետք չէ անուններով շեշտել, նրանց մասին, նրանց մարդկային ճակատագրերի մասին այս պահին մտածելը կարծում եմ պակաս կարևոր չէ այն բոլոր տնտեսական եւ կոմունիկացիոն հարցերից, որոնք որ քննարկվում են։ Ես որևէ կերպ չեմ թերագնահատում այդ process-ը եւ որևէ կերպ չեմ ուզում ասել թե դա չի քննարկվում, բնավ։ Եվ Արարատ Միրզոյանը եւ մյուս բոլոր պաշտոնյաները նշում են, որ պարբերաբար բանակցությունների ընթացքում այդ թեման եւս բարձրաձայնում է, սակայն իրենք այդ մասին չեն խոսում, որովհետեւ նուրբ թեմա է։ Բայց այդ գործընթացում պետք է նաև որոշակիորեն պաշտոնական խոսույթում լինի այդ էմոցիոնալ ձեր նշած հատվածը, որ հայ հասարակությունը եւս չմտածի, որ շարունակաբար տնտեսական հարթությունում համագործակցությունը խորացնում են, նորից բենզինը, գազը եւ այլն գալիս է, բայց գերիները շարունակում են մնալ այնտեղ, վճիռները հնչեցվում են։ Մենք այդպիսի մոտեցումով, այդպիսի նարատիվով հավելյալ արժեք չենք տա այդ հարցին, հաշվի առնելով, որ գերիները Ալիևի համար առևտրի եւ սակարկման առարկա է, եթե մենք հասարակության ներսում անընդհատ ամենաբարձր մակարդակով այդ ամենի մասին խոսենք, արժեքն է այդ հարցի գինն է մեծանալու։ Բոլոր դեպքերում դա ամենաթանկ, հատկապես այս պահին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գուցե շատ կոպիտ բնորոշում, բայց ամենաթանկ խաղաքարտն է Ալիևի ձեռքին։ Ինչ վերաբերում է ուրեմն ձեր նշած հանգամանքին, որ գուցե ավելի շատ են գինը բարձրացնում, ես ձեզ կասեմ, որ վստահ եմ դուք էլ տեսել եք Հաջիևի հայտարարությունը այն մասին, որ Ռուբեն Վարդանյանի վճիռը Ղարաբաղի հակամարտության իրավական հանգուցալուծումն էր։ Լավ, եթե Ռուբեն Վարդանյանի վճիռը Ղարաբաղի հակամարտության իրավական հանգուցալուծումն էր, ապա արդյոք Հայաստանը համաձայն է, որ այդ վճիռը Ղարաբաղյան հակամարտության իրավական հանգուցալուծումն էր։ Այդ հայտարարությունը հնչում է Ադրբեջանի բարձր հարթակներից եւ Հայաստանի կողմից որևէ կերպ անգամ արձագանք չի ստանում։ Գոնե թե մարդասիրական հարթությունում եւ ոչ, որը ես անձամբ եմ լսել, կարծում եմ հեռուստադիտողներին էլ հետաքրքիր կլինի պետական մակարդակով, որ Հայաստանի դիրքորոշումը հետեւյալն է. եթե մենք Ադրբեջանի հետ կոնֆլիկտի էջը փակում ենք, եթե մենք հետ ենք կանչում փոխադարձ բոլոր դատական հայցերը որպես կոնֆլիկտի հետևանք, գերիները եւս կոնֆլիկտի հետևանք են եւ իրենք պետք է ընկնեն այդ ընդհանուր տրամաբանության շրջանակներում։ Ես այդքան եմ լսել անձամբ։ Այո։ Չեմ ասել ով է ասել, բայց լսել եմ։ Դա տրամաբանական է։ Այսինքն դա ասվում է։ Դա ասվել է։ Այո, ասվում է։ Բայց եթե ասվում է, բայց Ադրբեջանից էլ այլ բաներ են ասում։ Հասկանալի է, որ իրենք որևէ կերպ չեն վերադառնալու։ Իհարկե ես չեմ բացառում դա, որովհետև նույն Վագիվ Խաչատրյանի եւ Վիգենի Էուջեկչյան իրենց մասին էլ էին ասում, որ իրենք ահաբեկիչ են, այո, ամենածանր հանցանքներն են իրենց վերագրվում եւ իրենք չեն վերադառնալու, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապված Ալիևի ճակերտավոր ասած պլանները այլ են եւ եթե անգամ ինքը այս պահին ասում է, որ նրանք չեն վերադառնալու, որքան էլ դա հիմքում ունի այն հանգամանքը, որ դա ադրբեջանական հասարակության ուղղված մեսիջ է, որպեսզի նրանք, այսպես ասած, հանգիստ լինեն, որ բոլոր դեպքերում այդ մարդիկ չեն վերադարձվելու, բայց գոնե թե որոշակիորեն պետք է այդ արձագանքը լինի։ Ճիշտ եք նշում, երբ որ փոխադարձաբար այդ հայցերը հետ են կանչվում, իսկ դուք գիտեք, որ Հայաստանի հայցերը բավականին ավելի շատ էին, քան ադրբեջանական կողմինը եւ շատ ավելի փաստագրված, քան ադրբեջանական կողմինը, պետք է նաեւ հստակորեն նշվի փոխադարձաբար գերիների ազատ արձակումը։ Դե իրենք էլ են կոնֆլիկտի հետևանք, իհարկե։ Իհարկե, բայց ադրբեջանական կողմից մենք այդ գործընթացին կառուցողական մոտեցում այս պահին գոնե թե չենք տեսնում։ Լավ, ենթադրենք, փորձենք, հա, վարդագույն ակնոցներով դիտարկել իրավիճակը, գերիները վերադառնում են բոլոր։ Ինչ խնդիր ունենք մենք Ադրբեջանի հետ, որը պետք է լուծվի, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի եւ հաստատվի իրական խաղաղություն երկու երկրների նկատմամբ։ Ինչ խոչընդոտներ կան ռեալ։
Իրենց համար այլ խոչընդոտներ կան, մեր համար այլ խոչընդոտներ Որոնք կան։ Իրենց համար սահմանադրությունն է խոչընդոտ, որին չգիտենք դեռ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչպես է քվեարկելու։ Իրենք ակտիվորեն հետևում են այդ գործընթացին, ընտրական գործընթացին շատ ակտիվ եւ իրենց պատկերացումները, այսպես ասած, խաղաղության process-ի մասին նաեւ կոնսոլիդացնում են հենց այդ process-ի շուրջ, թե ինչ արդյունք կունենանք մենք հունիսի 8-ին։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա կարծում եմ, որ եթե անգամ ինչ-որ մի լուսավոր օր գերիները բոլորը վերադառնան, ապա մենք ունենք, ինչպես սկզբում նշեցի, Արևմտյան Ադրբեջանի խնդիրը, որը եւս պետք է կոնկրետացվի եւ վերացվի առհասարակ պաշտոնական խոսույթից եւ ընդհանուր առմամբ գոյություն չունենա։ Մենք ունենք այդ ուրեմն ծավալապաշտական խնդիրները հենց Ալիևի կողմից ֆինանսավորվող եւ իրականացվող ամենամանր քննարկումներից անունների ձևափոխումը եւ այլն, մինչեւ ուրեմն Հայաստանը նախկին ադրբեջանական տարածք էր։ Հաջորդիվ արդեն այդ Զանգեզուրի միջանցք խոսույթն է, որը պետք է վերջապես դուրս գա քննարկումներից եւ պահպանվի բացառապես այդ TRIP կոչվածը, որ ընդունվել է Ալիևի, Նիկոլ Փաշինյանի եւ Թրամփի կողմից եւ միջազգային հանրությունը հենց դա TRIP է կոչում, սակայն մեր հարևան երկու երկրները սովոր են դրան անվանել, այսպես ասած, Զանգեզուրի միջանցք խնդիրները բավականին շատ են։ Ունենք նաեւ արցախցիների վերադարձի խնդիրը, որը պետք է ինչ-որ մի օր ձևակերպվի անվտանգային ինչ-որ միջավայրում եւ ըստ իրենց ցանկության կլինի դա հանրաքվե, կլինի դա ինչ-որ մի այլ process, իրականացվի դա եւս։ Իսկ դա Արևմտյան Ադրբեջանի նարատիվը չի խթանի։ Մենք չենք բացառում, չէ, որ Արցախը հայկական էր։ Հայկական էր։ Հայկական էր։ Այս պահին ադրբեջանական լիարժեք, այո, օկուպացիայի տակ է, բայց Հայաստանի Հանրապետությունը երբեք չի եղել նախկինում Ադրբեջանի մաս, երբեք չի եղել ադրբեջանական, հետեւաբար այս թեզը սնուցելը, այս թեզի ջրաղացին ջուր լցնելը կարծում եմ, որ այդքան էլ ճիշտ չէ, հատկապես մեր դիրքերից, որովհետեւ եթե իրենք Արցախը օկուպացրել են, ապա Հայաստանի Հանրապետությունը իր տեղում է։ Լավ, ձեր նշած մարտահրավերներից սա վերջի հարցն է։ Ես առանձնացնեմ ըստ իս ամենաայժմեականը եւ ակտուալը, դա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն է։ Նույնիսկ եթե քաղաքացիական պայմանագիրը հունիսի 7-ին հաղթի եւ վերարտադրվի իշխանության ղեկին, կա նաեւ այդ խնդիրը սահմանադրական հանրաքվեի, իսկ ոչ մեկ չի կարող երաշխավորել, որ մեր մարդիկ կգնան եւ այո կասեն այդ սահմանադրական փոփոխությունների։ Ըստ ձեզ, եթե լինի ոչ, Ադրբեջանի պատասխանը եւ գործողությունները, որոնք կարող են լինել, փորձենք նաեւ այդ մասին խոսել։ Պարզապես չի ստորագրվելու խաղաղության պայմանագիրը եւ հետևանքները լինելու են բանակցային, գոնե թե եթե վարդագույն ակնոցները չհանենք, բանակցային գործընթացում այդ հարցը փորձել լուծելը։ Վատատեսական սցենարում դա լինելու է ռազմական գործողությունները սահմանին, կլինի դա երկարաժամկետ թե կարճաժամկետ, կախված է թե որքանով Հայաստանի Հանրապետության քաղաքացին ոչ կասի սահմանադրության նոր նախագծին, որտեղ չի լինելու հռչակագրին հղումը։ Մենք մեր զրույցի վերջում վարդագույն ակնոցները հանեցինք ձյանը, շատ շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Մեր հյուրն էր Ադրբեջանի հարցերով փորձագետ Դիանա Կարապետյանը, իսկ մենք քիչ անց կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։